Պարոն Սարգսյան, այս դեպքում, երբ որ հունվարի 27-ը արդեն նշվում է հիշատակի օր, հա, հունվարի 28-ին, այսինքն այլևս պաշտոնյաների այց չի լինի եռաբլուր, ինչպես է բանակի օրը նշվելու վաղը։ Բանակի օրը ենթադրում եմ նշվելու է ինչ-որ տոնական միջոցառումներով, նայած որ տարի ինչպես կկազմակերպվի, արդեն մենք ունենք կոնկրետ հիշատակի մեր երկնային բանակի օր և բանակի օրը կնշվի որպես տոնական միջոցառում իր բոլոր այսպես կազմակերպչական հարցերով։ Դրանով եք պայմանավորված, որ նախորդ տարիներին բանակի օրը այդպես տոնակատարություններ չէր նշվում, այդ հիշատակի օրն է պատասխան եւ տարիներ են անտույցումը դες համար արդյոք ընդունել է բազմաթիվ քննադատություններ եղան միարժեքորեն ընդունելի է։ Սեպտեմբերի 27 կա եւ այլ օրեր, որոնք Ընդունելի է, եթե դուք քննարկումները հիշում եք, մի շարք օրեր էին հնչում տարբեր առաջարկություններ, սակայն բոլորի համար ընդունելի եղավ այս օրը, որը հավաքական օր է իր խորհրդով եւ շատ ճիշտ է, որ ազգային ժողովը հավանության արժանացրեց այս օրը եւ սրանով արդեն իսկ ունենք հստակ օր, որով արդեն հնարավորություն կա կոնկրետ որ հանրությունը միանշանակ այսօրվան ասում են ինչու սեպտեմբերի 27-ին ոչ այսօր, որտեղ այսօրը շնորհակալություն, այս օրը չի ընտրվել որպես ռազմական գործողության ինչ-որ օր։ Եթե դուք ուշադիր հետևել եք քննարկումներին եւ օրենքի ներկայացման հիմնավորումներին, ապա կտեսնեք, որ չի կապվել կոնկրետ որևէ ռազմական գործողության հետ։ Ավելի ընդգրկուն համընդհանուր, այսպես բոլոր հարցերը իմի բերված այդ տրամաբանությամբ է ընտրվել այսօրը, որովհետև եթե ընտրվեր սեպտեմբերի 27-ը, ապա կարող էր ընտրվել մեկ այլ, մենք Հայաստանի Հանրապետություն եւ առհասարակ Հայաստանը բազմաթիվ ռազմական գործողությունների, բազմաթիվ պատերազմների շրջան է ունեցել եւ հստակ ինչ-որ օր չի դրվել հիմքում։ Պարոն Սարգսյան, Շնորհակալություն եմ հայտնում, ծնողներ են այստեղ քիչ տալու նաեւ ձեզ մոտենալու Պարոն Սարգսյան, Հայաստանի բանակը 101-րդն է աշխարհում։ Կարծում եմ կներեք, մենք պետք է այդ տրամաբանությամբ չմոտենանք, որ նրանք բոլորը մեր եղբայրներն են եւ բոլորը, ես տարիքի բերումով իրավունք չունեմ ասել, բայց ավագները կասեն, որ բոլորի որդիներն են, ովքեր ընդունում են որպես իրենց հայրենիքի համար զոհվածների եւ գալիս են իրենց խոնարհումն ու հարգանքը բերելու։ Եվ Պարոն Սարգսյան, այսօր բոլոր պատերազմներում ներողություն, հայեր չեն զոհվել 23 թվականին։ ձեր հարցը ձեր դուրը եկավ։ Դուք ոչ մեկ ծաղիկներ չխոնարհեց Արցախի կանչի կոթողի մոտ։ Հայեր չեն զոհվել 2023 թվականին, թե զոհել չեն։ Դուք տեսաք մենք որտեղ խոնարհեցին։ Ես տեսա, որ բոլորի մոտ խոնարհվեցին, բայց Արցախի կանչի մոտ չխոնարհվեց ծաղիկներ։ Ինչու՞։ Իսկ մենք ունենք նաև այլ հերոսներ։ Մենք այդտեղ էլ չխոնարհեցին։ Այո, բայց մյուսները խոնարհել են։ Վազգեն Սարգսյանի մոտ, բոլոր գերեզմանների մոտ հնարավորություն չկա մոտենալու եւ խոնարհելու։ Դուք կոնկրետ եռաբլուր զինվորական պանթեոնը իր հավաքականությամբ ունի հստակ հուշարձան, որտեղ եւ խոնարհվեց։ Պարոն Սարգսյան, մի ճշտող ճանապարհ կտա կապված մասնավորապես ջերմիկի հատվածի հանրահավաքումը, որը տարիներ առաջ եղել։ Ինչ սպասենք, երբ սպասենք այդտեղ գործընթացներ։ Ձեր հարցերը կրկնվող են եւ քանիցս պատասխանվել է, որ այդ բոլոր հարցերը, այդ հանրությանը հուզող հարցերը տրվել են եւ միանշանակ պատասխան են տրվել բոլոր պատասխանատուների կողմից, որ կա հանձնաժողով, որը զբաղվում է սահմանագծմամբ եւ սահմանազատմամբ եւ այդ հանձնաժողովի գործունեության արդյունքներով վերջնական հարցը լուծում կստանա։ Պարոն Սարգսյան, Հայաստանի բանակը 101-րդ ժամանակ Բաբիկյանը նշեց, որ կանայք պետք է համալրեն
բանակում ցախայ կանանց շարքեր կանայք պատրաստվում են համալրել այդ շարքերը։ Դուք պատրաստվում եք համալրել։ Եթե իմ կինը ցանկանա, դուք եք առաջարկել, եթե իմ կինը ցանկանա, դուք ուշադիր չեք կարդում, թե օրենքները, թե ձեր տված հարցը։ Դուք եք Եթե դուք առաջարկել։ հիշում եք, այդ օրենքի նախագիծը եւ ընդունված օրենքը կոչվում է կամավոր պարտադիր, որի շուրջ նաեւ քննարկումներ ծավալվեցին, ինչ է նշանակում Առաջարկող կողմի պարտադիր, եթե կա կամավոր, եթե իմ օրինակ դուստրը ծառայելու։ կամ իմ քույրը ցանկություն հայտնի, ես միանշանակ կողջունեմ։ Եթե հայտնած լիներ, ես կասեի օրինակ իմ քույրը կամ դուստրը ծառայում է այսինչ զորամասում։ Եվ մեկ հարցել էլի ահազանգ կա, որ գնդերեցներին ստիպում են միանալ եկեղեցու դեմ կատարվող այս գործողություններին։ Եք ստանում, որոնք մեղմ ասած իրականությանը չեն համապատասխանում։ Ճնշումներ չկան հիմա գնդերեցներին։ Ցույց կտակ ես գնամ։ Իհարկե ոչ։ Եթե լիներ դուք չէիք ասի ահազանգ կա, կասեիք այս կամ այն գնդերեցին ճնշում են։ Դուք չէիք խնայի, Այդ ահազանգը հայտնում են գնդերեցներին, որոնց նկատմամբ ճնշումներ են իրագործվում։ Ցույց կտակ մենք խորհրդակցության ենք։ Ճիշտ հակառակն են, դա խնդրում եմ դուք։ Լսեք։ Դուք ինչ լսում եք, հավատում եք։ Լսում եք, որովհետև դուք Իսկ ինչու պաշտոնական ՊՆ-ի էջը նաև հրապարակել է, որ վերջին տարիներին ունենք դեպքերի նվազում եւ այդ հարցը չարչրկված հարց է եւ նաև պաշտպանության նախարարը վերջին օրը խորհուրդ տվեց քաղաքական գործիչներին եւ առհասարակ հասարակությանը եւ նաև ես լրագրողներին այդ կոչը կարող է հնչել, որ պետք չի այդ լուրերի տարածողը դառնալ եւ դժբախտությունների ու մահերի մունետի կլիներ։ Եթե չեմ սխալվում, պարոն Պապիկյանը հենց այդպես բնութագրեց, որովհետեւ նախորդ տարի ընդամենը ծառայության հետ կապված եղել է 6 մահվան դեպք։ Մնացած թիվը, որը ուռճացված ներկայացնում է, դրանք սովորական կենսաբանական մահեր են, որոնք մարդիկ են, մեր հասարակության անդամներ են, որոնցից մեկը սրտամկանի ինֆարկտով, մյուսը մեկ այլ հիվանդության բերումով մահացել է։ Շուրջ 2 շաբաթ Այդ առողջական խնդիրներ ունեցողը պարոն Սարգսյան ինչ գործ ունի։ Հնարավոր է եւ դեպքեր լինեն։ Բանակի թվականակը դա նախաքննական մարմնից որովհետև օրեր առաջ մի զոհվածից նող սպանվածից նող պատմում էր, որ այդ տղայական ռազմորկանները քաղաքավարությունից խնդրում եմ ճանապարհ տակ շտապում եմ։ Խնդրում եմ ձեզ, շնորհակալություն։